Ինչպես մի ջահել իր համար կին գտավ։ Լատիշական հեքիաթ։ Մի կին ունենում է մինուճար տղա։ Էն էլ ոչ այն է հիմար, ոչ այն է խելոք, ավելի շատ խելառ։ Դե ինչ արած։ Երբ տղան մեծանում է, մայրը համոզում է նրան, որ ամուսնանա։ Տղան համաձայնում է ու ճանապարհ է ընկնում։ Հավանում է մի աղջկա, հյուր է գնում նրանց տուն, իսկ այնտեղ ձու են հյուրասիրում։ Տղան էլ վաղուց ձու կերած չի լինում և սկսում է ձուն ձվի ետևից ուտել։ Երբ նա վերադառնում է տուն, մայրը հարցնում է. «Այսօր քեզ ինչ են հյուրասիրել»։ «Այ թե լավ հյուրասիրեցին, հա, ձու ու միայն ձու»։ «Կուշտ կերա՞ր»։ «Ախր ուտելու բան էլ չկար, մի անգամից կուլ էի տալիս, էդքան բան»։ «Վայ տղաս, չի կարելի այդպես ագահաբար ուտել հյուր գնացած ժամանակ, պետք է 3-4 մասի բաժանեիր ձուն, կարգին ուտեիր, էդպես է կարգը»։ Շուտով տղան նորից է գնում հարսնացուի մոտ, գալիս է սեղան նստելու ժամանակը։ Այս անգամ եփած սիսեռ են տալիս, իսկ տղան լավ էր հիշում մոր ասածը, որ հյուր եղած ժամանակ պետք է կարգին ուտել, ամեն մի կտորը բաժանել 3-4 մասի։ Գրպանից հանում է դանակը և ամեն մի սիսեռը կիսում է, հետո էլ կեսերն է կիսում, բաժանում է 4 մասի։ Տնեցիք զարմանում են, թե ով է այս օտարերկրացին, որ սիսեռ ուտել չգիտի։ Իսկ տղայի հեչ պետքն էլ չի։ Չմփացնում է բերանը ու չմփացնում, ու ոչ կուշտ է, ոչ էլ սոված։ Էդպես էլ վերադառնում է տուն։ Տանը մայրը հարցնում է. «Հա տղաս, այսօր քեզ ինչ հյուրասիրեցին»։ «Եփած սիսեռ, բայց ինչ օգուտ, միայն չարչարվեցի ու վերջում էլ սոված մնացի։ Դե արի ու մտածի, թե ոնց պիտի էդ պուճուրիկներին պուճուրիկ մասերի բաժանես, ուտելու հավեսդ էլ է փախչում»։ Տղա, շատ հիմարն ես, ով է տեսել, որ սիսեռը դանակով կտրեն, ախր սիսեռը բռով են ուտում։ Շուտով տղան 3-րդ անգամ է գնում հարսնացուի տուն, գալիս է սեղան նստելու ժամանակը։ Այս անգամ էլ շիլա են բերում։ Տղան նորից է հիշում մոր ասածը, ու շիլան բռերով վերցնում է, ոնց որ պատ շարողը կավը, բռերով վերցնում է ու բերանն է մտցնում։ Այստեղ հարսնացուի հայրը չի համբերում, ու տղայի ականջին շշնջում է, որ նա կորչի իրենց տնից և էլ աչքներին չերևա։ Այդպես էլ տղան ետ է գալիս տուն։ Դե որ իրեն չեն ուզում, ինչ անի։ Չեն ուզում, թող չուզեն։ Գալիս է տուն, իսկ մայրը հարցնում է. «Ինչու շուտ վերադարձար»։ «Իսկ շիլա ուտելը ինչ է, երկար պիտի տևեր։ Մի բուռ գցեցի բերանս, հետո երկրորդ բուռը ու կշտացա»։ «Այ տղա, այ հիմար, բա շիլան ձեռքով են ուտում, բա գդալն ինչի համար է։ Երևում է դու օրումդ չես ամուսնանա»։ Ու մայրը ճիշտ դուրս եկավ։